Քվեարկությունը Հայաստանում անցկացվում է ժամը 8-ից մինչև 20-ը բացառությամբ շրջիկարգի միջոցով կատարվող քվեարկությանը, որը կատարվում է մինչև ժամը 18-ը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է քվեարկությանը մասնակցելու դժվարություն ունեցող ընտրողների համար քվեարկությունը մատչելի դարձնելու նպատակով սահմանել լրացուցիչ հնարավորություններ, ապահովելով քվեարկողի կամքի ազատ արտահայտման հնարավորությունը եւ քվեարկության գաղտնիությունը, ասված է Ընտրական օրենսգրքի 63-րդ հոդվածի 7-րդ կետում։ Համապետական ընտրությունների ժամանակ բժշկական հաստատություններում բուժման մեջ գտնվող քվեարկության օրը տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող ընտրողների համար քվեարկությունը կազմակերպվում է բժշկական հաստատությունում շրջիկարգի միջոցով։ Քվեարկությունն անցկացվում է քվեարկության գաղտնիության պահպանմամբ։ Բուժհաստատությունում ստացիոնար բուժում ստացողների համար կազմվում է լրացուցիչ ցուցակ։ Ընտրողին լրացուցիչ ցուցակում ընդգրկելու համար հիմք համարվող փաստաթղթերը կցվում են ցուցակին։ Լրացուցիչ ցուցակի յուրաքանչյուր էջ ստորագրում եւ կնքում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը։ Քվեարկությունից հետո հանձնաժողովի նախագահը նշում է լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը։ Շրջիկարգով քվեարկությանը կարող են ներկա լինել նաև վստահված անձինք, դիտորդներ, լրագրողներ։ Քվեարկության օրը ժամը 7-ին տեղամասային ընտրական հանձնաժողովը նիստում վիճակահանությամբ է որոշում շրջիկարգով քվեարկություն անցկացնող անդամին։ Շրջիկարգի միջոցով է իրականացվում նաև ձերբակալված ընտրողների քվեարկությունը եւ կրկին այն հաշվարկով, որ ավարտվի ժամը 18-ին։ Իդեպ ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրությունների քվեարկությանը չեն կարող մասնակցել ձերբակալված կամ կալանավորված անձինք։ Նրանք ընտրում են միայն համամասնական ընտրակարգով։